մեծամասնությունն էլ համ նաև խախտում են բարեվարկությունը, որտեղ իրենք արդեն ամենակարևոր կարմիր գիծը խախտել են, եւ մնացած կարմիր գիծը իրենց համար շատ հեշտ է խախտել։ Եթե իրենք սպասարկում են օտարերկրյա շահեր, իրենք դրանով արդեն բոլոր իրենց դռները այլ կոռուպցիայով զբաղվելու, բիզնեսով զբաղվելու, փոխաշխատելու, կեղծ կրոնականներ են։ Այո։ Այո։ Պաշտոնյաներ են ներդրված։ Շատերը FSB-ի աշխատակիցներ են, ես վստահ եմ, ել չեմ ասում, որ շքանշաններ են ստանում, չէ, բանից, Ռուսաստանից, առանց լյուստրացիայի ես խնդիրը արմատական լուծում չի ստանա երբեք եւ միշտ այսպես քաղցկեղի պես կշարունակի մնալ։ Պետությունը եկեղեցու գործերի միջամտելու որևէ մեխանիզմ չունի։ Դա սահմանադրությամբ արգելված է նաև։ Սա օդի մեջ մաքսիմում կարող է օրենք ընդունել հարկային դաշտ բերելու այն բիզնեսները, որոնք որ նաև պաշտոնապես եկեղեցուն են պատկանում, հա։ Հիմա դա կանի թե չէ, անդադ ասում են, սպառնում են, որ կանենք, մինչև մը չեն արել ոչինչ այդ ուղղությամբ էլ։ Բայց մենք միշտ պահանջում ենք, ես եւ քաղաքացիական մեր գործընկերները, շատ քաղաքական գործիչներ, լյուստրացիան ինչի ենք պահանջում։ Լյուստրացիան, ախր լյուստրացիան ինչ է նշանակում, լուսավորել, հա, լույս սփռել ինչ որ մի փակ մութ անկյունի վրա, տվյալ դեպքում ինքը օգտագործվում է գործակալներին ջրի երես հանելու մասին է խոսքը, ընդ որում ոչ թե այս պահին օտարերկրյա գործակալ հանդիսացողներին, որովհետեւ նրանց միանգամից պետքա բռնի, ԱԱՑ-ն տանի բանտ նետի, օրենքով դա պարտադիր է, այլ նախկինում KGB-ի հետ համագործակցած բացահայտում։ Հա, հիմա KGB-ի հետ համագործակցածները կարող ասում են, թե սովետական ժամանակներ էր, այն ժամանակ այդպիսի կանոններ էր, մենք էլ համագործակցում ենք, հա։ Եվ դա օրենքի խախտում է ժամանակակից մեր համանadությամբ եւ այլն, օրենքի խախտում չի, որ դու ժամանակին KGB-ի գործակալ ես եղել կամ համագործակցել ես։ Բայց դա ուղիղ բերում է նրան, որ շատ մեծ հավանականությամբ դու հիմա էլ ես ծառայում, որը ուղղակի բարդ է բացահայտել է։ Կամ առնվազն քո վրա այնպիսի կոմպրոմատներ կա դեռ KGB-ի ժամանակներից սովետի, որ քո վրա կարող են ճնշում գործադրել այս կամ այն քայլը կատարելու ուղղությամբ։ Լյուստրացիա ասելով մենք նկատի ունենք դա եւ 11 թվականին, երբ որ ժառանգությունը առաջին անգամ խորհրդարանում բերեց լյուստրացիա օրենքի մասին նախագիծը, որը իդեպ Ստեփան Սաֆարյանն էր հեղինակել, այնտեղ մեղմ լյուստրացիայի տարբերակ էր կիրառվում, այսինքն որ պարտադիր չի բոլոր նախկին ագենտների անուններ հրապարակվի, որովհետև դա տասնյակ հազարավոր մարդիկ են, եթե ոչ 100 հազարավոր։ Շատ է եղել KGB-ի ստաֆը, հա, որ ասում է։ Այլ ասվում է, որ եթե դու հավակնում ես որևէ բարձր պաշտոնի, պետական պաշտոնի կլինի, ես կասում եմ նաև եկեղեցու մեջ բարձր պաշտոնի կլինի, դու այդ ժամանակ պետք է պատրաստ լինես, որ պետությունը ունենալով իր արխիվները հրապարակի։ Որպեսզի արդեն հասարակությունը որոշի դու այդ տեղում իրավունք ունես լինես թե չէ։ Էլի օրենքի խախտում չի, որ դու KGB-ի համագործակցող ես սովետի ժամանակ, բայց թող հասարակությունը ինքը որոշի դու վստահել ես թե չէ։ Հիմա այդ չընդունեցին իհարկե այն ժամանակ, հիմա էլ ինչ են ասում իշխանությունները, ասում են դե 93 թվականին մեր արխիվները, ԱԱՑ-ի արխիվները տարել են ռուսները, իրականում այդպիսի բան ա եղել։ Դա ոչ մի պատիվ չի բերում նա առաջի իշխանություններին, որոնք թույլ են տվել այդպիսի բան, դա արտադրության նախարարությունում եղավ, հետո արդեն այդ ուրիշ պատմություն է, դա քրեական գործերը բանացին, փակեցին, մաքրեցին, կոծկեցին։ Ես նկատի ունեմ 93 թվին, բայց այսպեսի մի բան կա, նախ ես լավ չեմ պատկերացնում, որ ամբողջությամբ դատարկ լինի KGB-ի արխիվը, ես որքան ես գիտեմ, այդպես չի, այդ մեկ։ Երկրորդը լյուստրացիան մենակ արխիվների վրա հիմնվելով չեն անում, բարի եղեք, հատուկ հանձնաժողով ստեղծեք, ֆինանսավորեք, թող 100-200 մասնագետ ընդեղ աշխատի, ընդ որում պարտադիր չի բոլորը քննիչներ լինեն, հասարակական գործիչներ կարող են լինեն, փորձագետներ կարող են լինեն, որոնք որ կապերի միջոցով, հարցաքննությունների միջոցով այդ լիազորություններն կունենան, կհամադրեն, կհավաքեն ինֆորմացիաները եւ կիմանան վերջի ովքեր են եղել այդ համագործակցող KGB-շնիկները։ Ոնց որ նույն Մոլդովայի ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, 13-14 թվերի կարող է սխալվեմ տարին, ընտրությունների ժամանակ մի ամիս առաջ ընտրություններից Ռումինիայի արխիվներից KGB-ի սեկուրիտատե կար այն ժամանակ, գիտեք, Ռումինիայում, որը որ Չաուշեսկուի հիմնական պահապան շունն էր, հա, այնտեղ KGB-ն էր։ Բայց այդ սեկուրիտատեն, քանի որ ռուսական KGB-ի հետ կապ է ունեցել, շատ գործակալների մասին իրենք տեղյակ են եղել, այդ թվում Մոլդովայում։ Եվ իրենք մի ամիս առաջ լիքս արեցին եւ 100-ից ավել նախկին գործակալներ, որոնք որ հավակնում էին պարլամենտական ընտրություններում ինչ որ մասնակցություն ունենան, եւ կանոնները հրապարակեցին։ Եվ դա ազդեց պարլամենտական ընտրությունների վրա եւ թույլ չտվեցին այդ կարգի ուժերին եւ այդ կարգի մարդկանցով համալրված ուժերին որովհետեւ ինչ որ տեղեր զբաղեցնել եւ ազդեցություն
կարողություն գոնե մեծ ազդեցություն ունենալ։ Ուզում եմ ասեմ, որ հնարավոր է իլյուստրացիա անել նույնիսկ առանց այդ արխիվի, եթե քաղաքական կամք ունեք։ Իսկ սենց ռետորաբանությամբ ինչ որ մարդկանց մեկը մյուսին ասել խուլիգան է։ Հա, այսպեսի բաներով դու իլյուստրացիա չես անում, կամ ասելով թե ում կենտրոնա հետ ով է ինչ արել, դուք եք խուլիգանն ա, նրան է ասում դուք եք խուլիգան եւ դրանով տանել բարոյական դաշտ, այս լրջագույն քաղաքական խնդիրը դա լուծում չի։ Մանավանդ մեր ժողովուրդը բավականին թեթև է նայում, ասեմ ձեզ, այդ բարոյական հարցերը, բարոյախրատական բանից մարդիկ հոգնել են արդեն վաղուց, մանավանդ ավելի քրիստոնեաբար են նաև այդ հարցին մոտենում, հա, գիտեք այդ հայտնի ասացվածքը, որ ասում է ուրիշի աչքի չոփը բան նայելուց առաջ մի հատ քո աչքի գերանը հələ մի հատ տես։ Մարդիկ այդպես են բանան, նույն կամ մյուս արտահայտությունը ասում է առաջինը թող քարնետի նրա վրա, ով որ ինքը մեկ չի գործել մաքուր է, այդ մոտեցմամբ մենք քանի որ թեթև ենք նայում, ուրեմն այդ փաստարկ չի, փաստարկ կլինի, երբ որ լյուստրացիա անենք, որովհետև հիմա նաև շարունակվում է եւ գնալով ավելի է քաղաքականանում իհարկե, որովհետև վերջապես նաև առաջի դեմքին սկսեց քննարկել Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին եւ արդեն ինստիտուցիոնալ լուծումների գոնե խնդիրները առաջ քաշում, լավ լուծումներ հələ չի առաջ քաշում, բարձ չի թե ոնց է պետությունը միջամտելու կաթողիկոսի ընտրությանը, ոնց որ ինքը ասում է, բայց համենայնդեպս ինչ որ խնդիրներ է առաջ քաշում, որ տեսնենք ուր կհասնի դա պարլամենտում ինչ լուծումներ կառաջարկեն, ես հələ որ չեմ տեսնում, բացի իլյուստրացիայից ուրիշ լուծում այդտեղ։ Գուցե Մատվիենկոն պատրաստվում էր նաև հենց նույն Կիրիենկոյի հանձնարարությամբ եկեղեցու հետ ինչ որ կապեր հաստատել, հանդիպումներ ունենալ, ինչ որ ակցիաներ անել իրենց օգտին, չգիտեմ ինչ պլաններ կար, եւ որից տեղյակ են եղել իշխանությունները եւ փորձել են այս բանով կանխել դա, այս քննարկմամբ, բայց դե մի ուրիշ բան էլ կա, դեպ ասեմ, սա նաև փորձ է կանխել այն նարատիվները, որոնք որ եկեղեցին փորձելու էր բարոյական դաշտում, ուրեմն բան թիրախավորել իշխանություններին եւ նաեւ եվրոպական ուղղությունը, որտեղ երբ որ ինքը վարչապետը հոգեվորականներին ասում է, բայց դուք բարոյականությունից խոսալու իրավունք ունեք, երբ որ դուք էս եք բարոյական դաշտում, ինքը կանխում է նաեւ, որ ընդհանրապես այդ մի ուղղությունից նարատիվներ տարածելու փորձը ձախողվի։ Գլոբալ առումով նախընտրական է այնքանով, ինչքանով որ բոլորը արդեն պատրաստվում են ընտրությունների, այլ ոչ թե ինչ որ արտաընտրական գործընթացների, հա։ Լիովին տեղավորվում է այն տեղեկատվական պատերազմում հակադարձման անհրաժեշտության հարցին, որը որ առաջացավ նաև Կիրիենկոյի նշանակումից հետո եւ ընդհանրապես ռուսական ազդեցություն նվազեցնելու անհրաժեշտության ծիրում է պետք դիտել, որովհետեւ իհարկե սովետական միության ժառանգորդ որպես Ռուսաստանը, որը հիմա նաև սովետական միության վերականգնման բաները փայփայում, ընդ որում ակնհայտ է որ դա լինելու է ոչ թե սովետական միությանը, անկախ նրանից ինչպես կկոչվի, լինելու ռուսական կայսրությունը, այսինքն ինքը չի պատրաստվում համազոր ժողովուրդների դաշինք ձևավորել ոնց որ սովետական միության մեջ էր, այնտեղ էլ չնայած հարցը ինչքանով էր համազոր, ամեն դեպքում Մոսկվան էր մայրաքաղաքը եւ ռուսական վերնախավն էր իշխում, համենայն դեպս Ստալինից հետո, մինչև Ստալինը ավելի շատ հրեական վերնախավի մասին կարող ենք խոսել, բայց համենայն դեպս դա այդ ինքնիշխանության էլեմենտի զարգացման կարևոր մի պահ է, որը որ վարչապետը շեշտում է եւ շատ լավ է որ դրան այդ նարատիվը զարգացնում է եւ շատ լավ է որ ցույց է տալիս որ սովետական միությունը մեզ զրկեց անկախությունից եւ դա արձանագրվում ամենաբարձր մակարդակով, դա այն կարևոր քայլերից մեկն է, որից հետո արդեն պետքա լինի իլյուստրացիան, հա, որից հետո պետքա լինի իրական անջատումը կայսրությունից, որից հետո պետք է լինի այն խայտառակ ռազմական պայմանագրերի չեղարկումը, որոնք որ մեզ վնասից բացի ոչինչ չեն տվել, այդ թվում հակաօդային համատեղ պաշտպանության հարցը, հապկից դուրս գալու մասին էլ չեմ ասում, սառեցնելը բավարար չի եւ այլն։ Այդ ամեն ինչի սկիզբը այս քաղաքական գնահատականներն են եւ ձևակերպումներն են։ Ինչ էր մեր համար սովետական միությունը։ Այո, մի կայսրություն էր, որը եկավ զրկեց մեր անկախությունից, ինքնուրույն զարգանալու հնարավորությունից, անկախ նրանից, որ սովետական միության օրոք եղավ զարգացում եւ մշակութային, տնտեսական եւ այլն, բայց մենք կորցրել ենք անկախությունը եւ էական հոգեբանական մտածողության նաեւ տրանսֆորմացիա տեղ ունեցավ խորհրդային միության ժամանակ, որը 30 տարի չեն կարողանում ազատվել եւ նոր սերունդների մոտ նոր կամաց այդ ինքնիշխանության եւ անկախ լինելու սեփական ճակատագիրը տնօրինելու գաղափարը զարգանում է, պատահական չէ հեղափոխության ժամանակ էլ մենք ենք տերը մեր երկրի դեռ միջև այդ տարբեր շարժումների ժամանակ, երբ որ
կիրառվում է, այդ պատահական սլոգան չի, հա, կամ ասենք մեր հասարակական կազմակերպության անունը, որ ես ամեն անգամ ինձ ներկայացնելով շեշտվում է եւ ըստ էության պրոմոտ է արվում, ազատ քաղաքացին, դա ազատ պետության քաղաքացին է։ Իհարկե շահագրգռված են երկու ստեկ զարգացնելու, դա ցավալի է, բայց փաստ է։ Հիմա բոլոր ընդդիմադիր այսպես կոչված, հա, նախկին քրեա օլիգարխիայի մնացուկները, որոնք որ սերտաճած էին այսօրվա եկեղեցական վերնախավի հետ տասնյակ տարիներ, իրենք արդեն կարծես թե դրոշակ ուզում են վերցնել, իրենք տանեն, հա, տեսեք, իշխանությունները մեր սուրբ եկեղեցուն եւ սուրբ եկեղեցականները, սուրբ եկեղեցի ասելով բնականաբար սուրբ եկեղեցականներին ճակերտավոր սուրբ նկատի ունեն, հա, որտեվ եկեղեցին մի բան է, եկեղեցին արատավորած այդ այսպես կոչված եկեղեցական վերնախավը լրիվ ուրիշ բան է, հա, բայց նրանց սրբիտեղ ծախելու իրենց փորձերը եւ մեղադրելու իշխանությունը, այ տեսեք թիրախավորում են եւ այլն, նաեւ օգտագործելով այն որ սխալվեց Նիկոլ Փաշինյանը եւ այդպիսի բառաֆոնդ օգտագործեց, հիմա դա ուռճացնելու են, դա փորձեն ծառայեցնել ռուսական ազդեցությանը եւ իրենց իշխանության գալուն, որը որ վստահ եմ որ չի ստացվելու, որտեվ ինչքան եկեղեցու վերնախավն է արատավորված, այնքան էլ իրանք են արատավորված։ Իրար պաստեր տալով մեկը դրանից հասարակության մեջ իրանց հեղինակություն չի բարձրանում։ Ուրիշ հարց է, որ իշխանության հեղինակությունը վնասվեց այս բանի արդյունքում։ Իսկ Հայաստանի հեղինակությունը Գիտեք, Հայաստանի հեղինակությունը ինչու վնասվեց, որ այսպիսի քննարկում է գնում, որ կարող են քննադատել իրար եկեղեցին եւ իշխանությունը, չեմ կարծում դրանց հեղինակությունը վնասվում, հակառակը տեսնում են հերթական անգամ ապացուցում է, որ այստեղ ազատ երկիր է, մարդիկ իրար կարող են քննադատել, մենք գլոբալ վերցնենք, հա, մենակ այդ մի քանի բառը, որ անընդունելի է, դա չվերցնենք, Չի կայացել եկեղեցու ինստիտուտը, որովհետև այդքան, ինչպես նշում եք դուք, Էլ եմ ասում, դրա մասին բոլորը տեղյակ են։ Դրա մասին գիտեմ, որ սովետական միությունից հետո լուստրացիա չի եղել եւ այստեղ այդ բոլոր կագեբեշնիկները իրենց տեղերում մնացել են։ Հիմա այդ գիտեն մարդիկ, դրսում էլ, ներսում էլ բոլորը գիտեն։ Հիմա այն որ միան փորձ է արվում դրանից ազատվել, դա փոխել, դա նույնիսկ դրական է ինչ որ իմաստով, ոչ թե հեղինակազրկում է։